Իրանի շուրջ նոր զարգացումները կքննարկենք Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Լարա։ Այսօր Մազուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Ինչու է Իրանի նախագահը հենց հիմա որոշել արձագանքել հրաժարականի մասին լուրերին։ Լարա, միջազգային հանրությունը կասկածներ ունի, թե Իրանի նախագահը կողմ չէ ռազմական գործողություններին եւ ԻՀՊԿ-ն գործում է նախագահից անկախ։ Նախ նշեմ, որ կորպուսի գլխավոր հրամանատարը հոգեվոր առաջնորդն է։ Նա ունի իրավունք պատերազմ հայտարարելու, ռազմական գործողություններ սկսելու կամ դրանք դադարեցնելու հրահանգներ տալու, եւ դա բնավ նախագահի իրավասությունը չէ։ Հավանաբար Փեզեշքյանի բանակցություններ վարելու կոչերի փոքրինչ ուրճացման ֆոնին է տպավորություն ստեղծվել, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի համագործակցում երկրի բարձրագույն իշխանությունների հետ։ Բնականաբար կարող են որոշ տարաձայնություններ լինել, որը բնական եմ համարում։ Ամեն դեպքում այսօր էլ նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ իրենք պաշտպանում են երկրի սահմանները, սակայն չեն ձգտում ընդլայնել պատերազմը։ Չեմ կարծում, այստեղ ինչ-որ հակասող հայտարարություն կա։ Սաթենիկ, իսկ հնարավոր է, որ Փեզեշքյանի եւ Իրանի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի տարաձայնությունների մասին լուրերը տարածվեն ավելի շատ ներքին պառակտում առաջացնելու նպատակով։ Կարծում եմ, այո, ներքին պառակտում մտցնելու համար Իրանի իշխանության տարբեր թևերի տարաձայնությունները խիստ չափազանցված, գունավոր ներկայացնելը բավականին հեշտ տարբերակ է։ Իսկ ինչու նախագահը Իրանի անձամբ չի մասնակցում Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, եթե չեմ սխալվում, արտգործնախարարի խորհրդարանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահի եւ արտգործնախարարն էին բանակցում ամերիկացիների հետ։ Փեզեշքյանի ԻՀՊԿ-ի հետ հնարավոր տարաձայնությունների մասին խոսակցությունների ֆոնին, այո, հնչում է այսպիսի հարցադրում, բայց պետք է նկատել, որ Միացյալ Նահանգներն էլ առաջին դեմքի մակարդակով չի բանակցում։ Բացի այդ, խորհրդարանի նախագահի պարտավորությունների մեջ մտնում է բանակցությունների արձանագրությունների գրանցման եւ ձևակերպման հսկողությունը։ Միևնույն ժամանակ Ղալիբաֆը ունի քաղաքական մեծ կշիռ, հաշվի առնելով բանակցային նրա հարուստ փորձը։ Սաթենիկ, փորձենք հասկանալ նաև, թե այս պահին ինչ փուլում է հակամարտությունը, արդյոք հիմա հրադադար է։ Թեհրանը հայտնել է, որ այս պահին հրադադար չկա, բայց անշուշտ ինտենսիվ ռազմական գործողություններ եւս չկան։ Մի խոսքով ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Սաթենիկ, նաև տպավորություն է, որ պատերազմը կարծես տեղափոխվել է մեկ այլ ճակատ։ Ամերիկյան Մինեսոտայում ջրամատակարարման համակարգերի խափանումներ են եղել եւ դրա պատճառ է համարվում իրանական կիբերհարձակումը։ Այո, Լարա, կիբերանվտանգության առաջատար ընկերությունները ակտիվորեն քննարկում են վարկածը, Մինեսոտա նահանգի ջրամատակարարման ավելի քան 30 համակարգեր կիբերհարձակման են ենթարկել Իրանից պետական աջակցություն ստացող խմբերը։ Իդեպ Մինեսոտայից հետո եւս 7 նահանգ է իր ջրամատակարարման համակարգերի խափանումների մասին հայտնել։ Այս խափանումների համար առաջինը Թեհրանին մեղադրել են Միացյալ Նահանգների կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը։ Չնայած Թրամփն ինքը այլ կարծիքի է, նա չի ընդունում Իրանի միջամտության վարկածը։ Պաշտոնական Թեհրանից որևէ արձագանք այս մեղադրանքներին կարծես չկա։ Շնորհակալ եմ, Սաթենիկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։